Ամեն օր վերցնել խաչը ու հետևել Քրիստոսին։ Եթե մեկը գուզե գալ իմ ետևես, թող ուրանա ինքզինք, ամեն օր վերցնե խաչը ու հետևի ինձի, գսե մեր Տերը այսօրվան ավետարանի մեջ։ Այս համարը ոմանց համար անհասկանալի է։ Ինչպես մեկը կրնա խաչը վերցնել ու ամեն օր Քրիստոսի ետևեն երթալ։ Շատ հաճախ ասած եմ իմ պատգամներուս մեջ, թե դժվար է ավետարանական որևէ համարը հասկանալ առանց անոր նախորդող կամ անգևեր չեկող համարները հասկանալու։ Ասկե մեկ համարը առաջ մեր Տերը խոսելով ինքն իր մասին գսե. պետք է մարդու որդին շատ չարչարանքներ գրե, մերժվի երեցներեն, քահանայապետներեն և դպիրներեն, սպանվի ու հարություն առնե երրորդ օրը։ Շատ բնական պիտի ըլլա, որ ովևէ քրիստոնյա անհատ, եթե ուզե Քրիստոսին հետևիլ, պիտի մերժվի ու հալածվի բոլորին կողմէ, և այդ մերժումն ու հալածանքը ինքնին խաչ մնե անոր համար։ Երկնքի առկայության խորհուրդը կրնա իրագործվել այն ժամանակ միայն, երբ մեր կյանքի մեջ խաչեր ունենանք ու պատրաստ ըլլանք շալկելու, հասնելու համար այնտեղ։ Ինչպես որ առանց խաչի ու մահվան հարություն տեղի չէր ունենար, նույն ձևով առանց տառապանքի ու նեղ ճամփային քալելու լայն ճամփում պիտի չհանդիպինք։ Պայման չէ, որ յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի մեջ անպայմանորեն խաչեր ըլլան։ Կրնա այդ տառապանքը խաչի աստիճան չհասնի, այլ պարզապես փոքր նեղություններ ըլլան և կամ մերժողականություն շրջապատին կողմէ։ Սակայն ինչ ալ ըլլան անոնք, փոքր կամ մեծ, պարտինք մեծ սիրով ու խոնարհությամբ և ուրախությամբ տանել զանոնք, մանավանդ ու մասնավորապես, երբ անոնք այդ խաչերը Քրիստոսի անվան պատճառով ըլլան։ Բոլորիս կյանքի մեջ անպայմանորեն կան դժվարություններ, նեղություններ, հիվանդություններ, ցավեր ու վիշտեր, սակայն ասոնք բոլորը խաչ չեն համարվիր և պետք չէ շփոթել։ Խաչ կհամարվին միայն այն նեղությունները, որոնք Քրիստոսի համար կամ քրիստոնյա ըլլալու պատճառով են։ Եվ անձնապես կկարծեմ, որ այսօր քիչեր են այսպիսիներ ու շատեր են անոնք, որոնք որևէ դժվարություն, որ նույնիսկ իրենց անձնական սխալներու ու անհոգության հետևանքով են, կանվանեն խաչ առանց անդրադառնալու այս բարի վսեմության ու սրբության։ Մենք քրիստոնյա ենք, քանի մեր նպատակագետը երկինք երթալն է, ու երկինք երթալու համար պարտինք խաչի կողմեն անցնել, խաչը առնել մեր ուսին ու մտնենք։ Երբեմն խաչեր կունենանք մեր կյանքի մեջ Քրիստոսի մեր պատկանելիության պատճառով, սակայն երբեմն ալ Աստված մեզի պատրաստ խաչեր կպարգևե որոշ փորձություններու, հիվանդություններու ընդմեջեն։ Դժվարությանց ու նեղությանց մեջ պետք չէ վրդովվել ու քանքադիլ, մոռնալով, որ Աստված կրնա այդ խաչերը տված ըլլա մեր առաքելությունն ու ընթացքը արագացնելու և արտելու դեպի երկինք։ Պողոս առաքյալ այս ուղղությամբ գեղեցիկ խոսք ունի, երբ գսե. շատ տառապանքով պետք է մտնենք Աստուծո թագավորությունը։ Եզրակացություն։ Երկնքի դրան առջև մեզ մե յուրաքանչյուրը պիտի չթատրի Աստուծո շնորհակալություն հայտնելը յուրաքանչյուր մեկ ցավի ու տառապանքի համար, որ ունեցավ իր երկրավոր կյանքի ընթացքին։ Պատրաստ ես։ Կուզես երկինք երթալ։ Եթե այո, և եթե դակավին Քրիստոսի պատկանելիության պատճառով խաչ չես ունեցած, հնդրե ձայն,
քանի առանց խաչմ ունենալու դժվար մուտք գործես երկինք։ Իսկ եթե ունիս այնպիսի խաչմը, ուրախ եղիր, քանի այդ կնշանակե, թե ուղիղ ճամփու մեջ ես։